Բարի երեկո հեռուստացույցի էկրանին կպած, պոպկորնը թափած, բայց սիրտը բաց, մեր սիրելի հեռուստադիտողներ։ Ձեզ սպասվում է վինտաժային շոու, ինչպես ձեր հորտան հին կաշվե բազմոցը, որը նորից տրենդային է։ Մեզ հյուր է գալիս մի երգչուհի, որ վոկալով սիրտ է կոտրում, էպոտաժով հայելու ապակին։ Այո, հենց ինքն է, Իվետա Մուկուչյանը։ Եվ հիմա շոուի անփոխարինելի դեմքը, մեր հպարտ ժպիտը ու կոնյակի համտեսողը, Ներսես Ավետիսյանը։ Բարի երեկո սիրելի հանդիսատներ։ Վստահ եմ, որ շատ լավ տրամադրություն ունեք, ողջունենք նաև մեր նվագախմբին, Rootsline and Friends տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ներսում եք մեզ հետ ու ֆանտաստիկ երեկո ենք ունենալու, այսօր ոնց որ 60-ականներից լինեք Rootsline, վինտաժային տրամադրության մեջ եք, կհասկանաք առաջիկայում թե ինչու եւ ասեմ, որ վերջին շրջանում մի բան եմ նկատել, մենք ոչ մի բանով չենք զարգանում։ Ուշադրություն դարձրել եք, հագնում ենք մեր պապերի շորերը, ուզում ենք քշել մեր հոր ավտոն, լսում ենք մեր մամայի ջահելության երգերը։ Մի խոսքով մենք հանուն ապագայի համառորեն ապրում ենք անցյալում։ Այս օրերին ով չգիտի ինչ է վինտաժը, այդ մարդը ուղակի TikTok չունի։ Մի աղջիկ տեսա լաթերն ու կապոցները կապել էր գլխին, հագել մի բան, որով մառանից սպահածոյի բանկաներն են հանում ու գրել էր Vintage Queen։ Վայ, սիրելի ջան, այդ փեշը, այդ գլխին նտու մնացած առասարակ վինտաժ չեն, բայց սրտանց վինտաժը աղբ չէ, հրաշալի մի բան է։ Հիմա բոլորն ասում են, վայ, ես սիրում եմ 60-ականների vibe-ը։ Բարև, 60-ականների vibe-ը առանց Wi-Fi-ի, առանց սմարթֆոնի, առանց գների զեղչի էր։ Տեսնեմ կարող ես ապրել, պատրաստ ես ապրել փլվող լադայում կամ առանց օթորակիչ քշել մեքենան։ Միայն թե սալոնում կասետով մագ լինի։ Ես եմ մտածում եմ գնամ մի հատ վինտաժ հեռախոս առնեմ, բայց առնեմ ինչ անեմ։ Գիտեք ինչու եք բոլորը սիրարված վինտաժին, այդ թվում եւ ես, որովհետեւ մեզ թվում է թե անցյալում ամեն ինչ ավելի պարզ էր։ Սերը առանց ֆիլտրի, երաժշտությունն առանց ավտոտյունի, մարդիկ առանց բոտեքսի, վինտաժը մեր ներսի կարոտն է։ Իսկ հիմա գնանք մեր տաղավարի ամենահամեղ հատված։ Այսօր պատրաստելու ենք հատուկ կոկտեյլ հիմնված V&M կոնյակի հիմքով եւ մենք այն կոչել ենք վինտաժ սեր։ Իսկ հիմա ձեզ պատմեմ կոկտեյլի բաղադրությունը, որպեսզի կարողանաք ինքներդ պատրաստել ու տանը վայելել մեզ հետ ներսարին դիտելիս։ Ուրեմն լցնում ենք 50 մգ V&M կոնյակ, ես կլցնեմ 100։ Իմ եւ հյուրիս համար դուք հաշվեք քանի հոգով եք հեռուստացույցի մոտ նստած, ըստ այդմ բազմապատկեք 50 մլ կոնյակը, որից հետո կավելացնենք 30 մգ Belize, ես ավելացնում եմ 60։ Բելիզն էլ է ինձ իրականում տեղափոխում մի քիչ վինտաժային մտքերի մեջ։ Հետո մի քանի կաթիլ նռանոշարակ։ Եվ սկսում ենք խառնել ամենասիրելի բառը։ Սառույցը եւ ազնվամորին արդեն բաժակներում են։ Շատ թանձր ստացվեց կարծես թե։ Մի քիչ էլ երևի պետք խառնել։ The winter sound that I miss you most of all, my darling. Վերջ, մեր կոկտեյլներն արդեն, ինչպես տեսնում եք, պատրաստ են եւ այն
Ոչ միայն համեղ է, այլև հիշեցնում է նաև մեզ վինտաժ ժամանակների մասին կարծում եմ տեսքից կարող ենք ենթադրել։ Իսկ ինչն է վինտաժայինից ավելի լավ, միայն V&M կոնյակը մեր շոուի հպարտ գործընկերը, որը միշտ մեզ հետ է լավագույն պահերին։ Այս պահին կարճ դադար, որից հետո ներսարին կշարունակենք։ Sunshine went away, the days grow long, and soon I'll hear. Մի հեռացեք էկրաններից, հաջորդիվ մեր հատուկ հյուրը Իվետա Մուկուչյանը, ով կպատմի իր նոր երգի մասին և կկիսվի հետաքրքիր մանրամասներով։ The autumn leaves I used to hold. The autumn leaves I used to hold. The autumn leaves I used to hold. Achinega pulaneka amina nana, ale merezi kuzoga amina nana, bega paina karmanji amina nana, oskegande amina nana, anarina nina nina 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 amina nana. Բարի վերադարձ ելի հանդիսատես եւ այսպես Իվետա Մուկուչյանը փետրվարի 11-ին Սուրբ Սարգսի տոնին ընթառաջ ներկայացրեց իր նոր Սիրում եմ երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ Գալակրիտ ռեստորանում, որտեղ ներկայ էին բազմաթիվ հյուրեր ու ես էլ էի այնտեղ ու ահա հիմա տեսնում եք այդ խելահեղ էներգիան, որը տիրում էր Գալակրիդում հենց այդ օրը։ Եվ հիմա մեծ ուրախությամբ ներս եմ հրավիրում մեր այսօրվա հատուկ հյուրին։ Հիմա իջու տաղանդավոր Իվետա Մուկուչյանին ներս արեք։ Իվետա Անցած Բարի գալուստ ներս շնորհակալություն։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել ներսում ու շատ շնորհակալ։ Ոնց ես։ Միշտ ուրախ եմ քեզ տեսնել ու միշտ լավ եմ այս վերջերս։ Ֆանտաստիկ, շատ ուրախ եմ, վստահ եմ հրաշալի երեկո ենք ունենալու։ Դե այս կոկտեյլը իմ ձեռքում եմ պատրաստել։ Շտություն։ Որը մենք անվանել ենք վինտաժ սեր։ Եվ այսպես։ Իվետա, նախքան սկսենք զրույցը, ես ուզում եմ մի քանի տեղեկություն ասել երգիդ ու տեսահոլովակիդ մասին, ուրեմն երգը Ապո Սարգսյանի հայտնի Սիրտս խփում է ստեղծագործության նոր մշակումն է, որի երաժշտական պրոդյուսերը Սերժոն է։ Տեսահոլովակի ռեժիսորը եւ օպերատորը Ալբերտ Սարգսյանն է։ Խորեոգրաֆիան ստեղծել են Այդա Սիմոնը եւ Հասմիկ Թանգյանը։ Ամեն ինչ ճիշտ ասեցի, չէ՞։ Ամեն ինչ ճիշտ ես ասել եւ ասեմ, որ ահռելի աշխատանք է կատարվել բազմաթիվ էլի մարդիկան, ովքեր որ մասնակցել են, օրինակ մեր Ալբերտը, ով տիրություն արի բոլոր հագուստային կերպարներին, Beauty Fabric-ը միշտ իմ կողքին եւ բոլոր ընկերներս այս պրոյեկտի շուրջ իմ կողքին էին ամուր։ Ֆանտաստիկ։ Այո, ծափարենք շատ մեծ թիմին, ովքեր աշխատել են այս աշխատանքի վրա, այս գործի համար, եւ ճիշտ է, որ դեռ տարիներ առաջ Իվետա դու Սերժոն արդեն մտադրություն ունեիք Ապո Սարգսյանի Սիրտս խփում է երգի նոր շնչով ներկայացման մասին ու նաեւ ալբոմի միտք կար վինտաժային։ Այո, ոչ միայն Ապո Սարգսյանի երգերը, Սերժոն եւ ես մի հատ թաքուն պապկա ունենք։ Ռետրո ծրագիր, հա։ Ոչ միայն, չեմ բաց այդ ինչի այդ պապկայի մեջ։ Երբ որ մեր մտքերը սկսում ենք կիսել, այնքան բազմաթիվ իդեաներ ունենք, ցավոք սրտի մենք իրականացնում ենք այդ բոլոր իդեաների երևի 1%-ը, կյանքի եւ կենցաղի դուրս ելնելով եւ այլն, բայց ասեմ, որ Սերժոն միշտ լավ իդեաներ ունի եւ այս երգը երբ որ ընտրեցինք, ասեցի գիտես, բայց մարդիկ կամ ես անգամ ես ինքս ինձանից արդյոք սա եմ հիմա սպասում, ասեց արա ու 3-4 ամիս սպասի։ Եվ հիմա տեսնում եմ, որ իրոք այդ ռետրո ոճը, ոչ 6-8-ային արագ ռիթմը, ուրախ դրական պոզիտիվ ռիթմը իրոք կպել է մարդկանց։ Որը շատ ուրախացնող է, հրաշալի շնորհավորում եմ քեզ, Սերժոյին ու ամբողջ թիմին, ովքեր աշխատել են սրա համար։ Քանի
տարի երկես պետք որ գաս այս որոշմանը, բարդ որոշմանը, որ դու անում ես դա։ Ներսես գիտես ոնց է։ Իդեաները շատ են, բայց ես հավատում եմ նրան, որ ամեն ինչի ճիշտ ժամանակը զգում ես։ Այսինքն, երբ որ մի բան օրգանիկ է թվում, որ այդ պահին պետք է արվի, ուրեմն ինքը օրգանիկ ստացվում է ու պետք է անես։ Միգուցե այդ պատճառով շատ իդեաներ կան, որոնք որ տարիներ շարունակ արդեն ունեցել ենք, բայց դեռ իրանց ժամանակը չէ։ Ես հավատում եմ նրան, որ իմ ներքին ձայնին միշտ վստահում եմ, որ ճիշտ ժամանակին ինձ կանալներս ասում են ինչ պետք է արվի։ Չնայած շատ ավելի շատ բան կարող ենք անել։ Հրաշալի։ Իվետա, սիրում եմ երկի տեսալովակը արդեն YouTube-ում ունի 700,000 ու ավելի դիտումներ ու մարդիկ նայում են ու իրենց էմոցիաներով կիսվում են մեկնաբանություններում, կարդում ես կոմենտները, հետևում ես այդ ամեն ինչը։ Ճիշտ ասած, այս պրոյեկտի շուրջ ես ինչու չեմ կարդում, ես այսինքն sense ասեմ, սպասումներս գիտեի այս տեսալովակի կոմենտների սպասումներ շատ չունեի, որովհետև ինքը այլ բան է, այսինքն ինքը ստանդարտ տեսալովակ չէ եւ այս պրոյեկտը իմ համար սրտի պրոյեկտ է, այլ ոչ թե կոմերցիայի պրոյեկտ, որի վրա ես հաշվարկ եմ արել, որ ինքը պետքա, չգիտեմ, կոմերցիալ հաջողություն ունենա, ես ուզում եմ մի բան կոտրեի։ Մոտեցումը աշխատանքի, մոտեցումը կադրային, ինչ ես տեսնում, մենք շատ անգամ կադրից այն կողմ տեսնում ենք ոչ իսկական բաներ, հա, ավելի ու ավելի։ Եվ այս տեսալովակի շուրջ մենք պարապել ենք բոլոր դերասանների հետ մոտ 2 շաբաթ, որպեսզի իրանք կոնտակտի մեջ մտնեն, որպեսզի այդ իսկական էմոցիաները, երբ որ մարդիկ իրար կպնում են, մի տարածքում են եւ ինչ էներգիա կարող են մարդիկ ստեղծել, երբ որ նրանք կպնում են իրար, ես հենց դա եմ ուզում եւ դա ստացվեց, որովհետեւ սա իմ համար իմ ամենադրական նկարահանումն է եղել եւ ամենադրական երևի 1 ամիսը, որովհետեւ իսկական էր, ամեն ինչ իսկական էր, թե մարդիկ, կերպարները, այնտեղ կան մարդիկ, ովքեր որ ընդհանրապես չէին նկարահանվել, զույգեր ձևավորվեցին, սիրահարվեցին եւ շատ դրական էր ամեն ինչ։ Ինձ համար դա շատ կարեւոր է։ 100 եւ ավելի արտիստներ քեզ հետ կադրում էին։ Այո։ Այդ ընթացքում այ ոնց կազմակերպեցիք այդ շատ ծավալուն աշխատանքը ու շատ դժվար։ Այո, հեշտ չէ այդքան մարդ կազմակերպել, բայց ասեմ, որ բոլորը այնքան չեմ ուզում դաստիարակված բառը օգտագործեմ, այնքան սիրով էին մոտեցել, որ որևէ մեկը չի ասել երկար է տևում, սոված եմ, ծարավ եմ, ընդմիջումների ընթացքում բոլորը երաժշտությունով էին զբաղվում, freestyle էին անում, պարում էին, դա այդ կազմակերպվածությունը ես վախենում էի ճիշտ ասած, ասում եմ ոնց պետք է այդքան մարդ կառավարենք, բայց բոլորը շատ հասուն, պրոֆեսիոնալ ձևով մոտեցան եւ շատ հավես էր ամեն ինչ, ու դա էր ամենակարևորը։ Հրաշալի։ Ես չնայած պատկերացնում եմ ինչ լավ էներգետիկա է եղել նկարման հրապարակում, որտեվ տեսալովակի պրեմիերայի օրը մենք շանս ունեցանք վայելելու մի քանի ժամ։ Սա ավելի շատ էներգիայի փորձ էր, ոնց կարող եմ ես էներգիան տանել դեպի դրական սեր եւ ոչ լարված ու առանձին իրարից եւ կարծում եմ այդ առումով ստացվեց։ Որ հրաշալի է ստացվել, այո, դա միանշանակ։ Իվետա, քո նման ինքնատիպ ու վառ արտիստի հետ զրույցը չպիտի լինի սովորական ու հերթական ու ես անկեղծ ասած պատրաստվել եմ ու հարցերս ընկերական են, սարկաստիկ, մի քիչ էլ էպատաժային կարող են թվալ, բայց գնացինք։ Հարցերս տարածեցին։ Չէ, տես դու արտիստ ես, շատ շքեղ արտիստ ես, շատ բեմական, շատ վառ ու չի լինում օր որ ասես լավ։ Այո։ Ծափարենք Իվետային մուկու, չէ, չի լինում օր որ ասես լավ, թող հիմա ուրիշը փայլի, ես մի քիչ գնամ, չգիտեմ։ Օ, մեծ սիրով։ Այո, միանշանակ, կարծում եմ որ երբ որ կայացած ես ու դու գիտես որ դու ով ես, ու քո նմանը չկա, այս ժամանակ դու ոչ թե միայն ասում ես դե լավ, այդ հանկանում ես, որ նոր կերպարներ առաջանան, որովհետև դու տեղ ես, ես օրինակ մեծ սիրով սպասում եմ, միշտ ասում եմ ինտերվյուների ժամանակ, նոր աստղերին, նոր երեխեքին, նոր տաղանդներին եւ շատ կուզեի իրանց նաեւ իրանց ձեռքը բռնել եւ օգնել, ինչի համար, որովհետեւ շատ անգամ մարդիկ տաղանդավոր են, բայց այս ուղի համար որպեսզի գոյատևես, որպեսզի կայանաս, միայն տաղանդը հերիք չի, այսինքն շատ անգամ ուշադրությունը իրանց վրա շեղում է որոշ բաներից, որ այս ճանապարհին կարևոր է, ես այդպես խնդիր չունեմ եւ մեծ սիրով թող փայլեն։ Իվետա, օրինակ,
Ես մեկ-մեկ իմ մեջ համեմատականներ եմ դառնում մեր երաժիշտների, երգիչների, դերասանների հետ ու համեմատում եմ համաշխարհային ասպարեզում մարդկանց հետ, օրինակ ասում եմ, չգիտեմ, Պողոսը լրիվ մեր բանն է, ասենք Ռոբերտ Դե Ես ով Նիրոն։ եմ ասա։ Հիմա օրինակ դու հայկական փոփ արվեստի Լեդի Գագան ես։ Թե Միգուցե արվեստին մոտեցումի բաներ կան, որ նման են իրան, որովհետև նա էլ է ազատ եւ կերպարափոխում է անընդմեջ։ Ես մի ժամանակ մտածում եմ, որ ես պետքա ընտրեմ որ կերպարն եմ, որ իվետ անեմ, բայց այնքան շատ են իվետաների մեջ, այնքան տարբեր գույներ են եւ ամեն մեկը իրոք իսկական է եւ նա էլ այդպես։ Այո, կան գծեր վստահաբար։ Եթե մի օր արթնանաս ու պարզվի, որ քո բոլոր երգերը, որ դու այսքան ժամանակ թողարկել ես, դրանք հասանելի են միայն վինիլով։ Ինչ կանես։ Դեմ չեմ լինի ճիշտը որ ասեմ, որովհետև այսօրվա դրությամբ ամեն ինչ այնքան արագ է, շարժ է, տեղեկատվությունը այնքան շատ է։ Եվ արդեն ֆիզիկապես կպնելը դարձել է յուրահատուկ մի բան։ Հիշում եք մեր CD-ները, մեր կասետները արդեն անցյալում են, չէ՞, գտնվում, բայց հիմա որ գտնում ենք, տեսնում ենք, ասում ենք՝ «Վաու»։ Այո, ես մեծ սիրով կուզեի անմահանալ վինիլներով։ Եվ չնայած հիմա վինիլները էլի շատ արդի են այսօր ու շատ ժամանակակից արտիստներ թողարկում են իրենց ալբոմները վինիլներով։ Դու չունես նման իդեա, որ մտքեր կային, ճիշտ ասած, դեռ արժևում է։ Չեմ բացառում, որ կլինի, որովհետև վինիլ ունենալը քո ձայնով դա ֆանտաստիկ երևույթ է միանշանակ։ Ուզում եմ խոսես այս երգով սկսված նոր ուղղության մասին եւ արդյոք շարունակելու եք ռետրո գործերի միքսերով զբաղվել դու Սերժան։ Զբաղվելու ենք միանշանակ, թե երբ չեմ կարող ասել, որովհետեւ այնտեղ մի հատ ուրիշ իվետայ կա, որ ուզում է դուրս գա, որը իսկականն է։ Այ այդ իվետայի մասին ենք խոսում։ Այն իվետա, որ բոլորը կարոտել են, ես գիտեմ։ Կամ մի հատ են ամենաանկեղծ իվետան։ Այդ ամենաբառը քեզ թող հուշում գիտի։ Այդ ամենայոտ իվետան, ով որ գրում է երգեր ոչ թե հանրության համար, իրոք ուղակի, որովհետև այդ մայն ուզում է այդ հոգուց բխած խոսքերը ասի։ Եվ բավականին շատ երգեր արդեն գրվել են եւ այդ խոսքերը պետք է հնչեն։ Ես քեզ հանրայնորեն խնդրում եմ, որ դու դա անես 2025-ին։ Այո, լինելու է դա, այո, դրանք լինեն, որովհետև ես սիրում եմ ամենաշատը հենց այդ իվետային ու սպասում եմ ամենաշատը հենց այդ իվետայի աշխատանքներին ու շատ ուրախ եմ, որ փաստորեն դու մտածում ես այդ մասին։ Տեսալովակում կա կադր, որ դու չէիր ցանկանա որ մնար, բայց մնաց, որովհետև պիտի մնար ու առասարակ ոնց էիր դու հետո նայում նյութերը արդեն երբ նկարներ վերջացրել էիք, ինչքանով էր այն ինչ որ դու պատկերացրել էիր սկզբում որ կստանայիր ու ինչ որ բաներ եղան որ ամեն դեպքում դուրս մնացին։ Այո, եղել են բաներ, որ կարող են բնականաբար ավելի շատ ավելի լավ լինել, բայց դա միշտ է այդպես։ Այս նկարահանման ժամանակը քիչ էր, որովհետև շատ բան կար նկարելու, նպատակը նրան էր, որ որ նայես մի բան տեսնես։ Ու մեր փորձերը, որ մենք արել ենք, նաև նրա համար էին, որ ոչ մեկ կամերային չնայի եւ ամեն մեկը իրոք ազատ իր վայբի մեջ լինի, որովհետեւ եթե մեկը կամերային նայեր կամ այդ վիճակից դուրս գար, արդեն ամբողջ կադրը ստացված չէր լինի։ Բայց Ալբերտը ռեժիսորը եւ ամբողջ թիմը իր 4 բոլորը կանգնած բավականին ծավալուն աշխատանք էր, այո, կարող էր ավելի ուժեղ, ավելի լավ լիներ, դա միշտ է այդպես, բայց Rick Rubin-ը շատ լավ բան է ասել, ու ես դա սովորել եմ։ Ասում է պետք է սովորես պրոյեկտը ստոպ տալ ու բավարարվես այն ինչով դու ունես, որովհետև դու միշտ փոխվում ես ու դու միշտ կուզես ավելի լավ անել։ Kill your darling։ Այո։ Այդպես որ գոհ եմ շատ։ Իվետա երբ մարդիկ ասում են Իվետա Մուկուչյանը խենթ է, ինչա լինում քո ռեակցիան մտքով ինչի առաջինը ասնում։ Ինչից եք խաբար։ Thank you, I know թե ինչից եք խաբար։ Ինչից եք խաբար։ Շատ լավ։ Այո։ Խենթ, բայց adekvat խենթ, այսպես է։ Արժեքները հարգող։ Արժեքները հարգող խենթ, այսպես ասած։ Եթե դու լինեիր վինտաժ առարկա, ինչ կլինեիր օրինակ, հին ռադիո, կաշվե բաճկոն, ապակյա ջահ։ Կլինեի vintage leather jacket։ Կաշվե
Բաչկոն։ Բաչկոն, այո։ Այո։ Sense love sense։ Թանկ, Հա, շքեղ։ այն որ այսօրվա դրությամբ մի շքեղ կին, որ մտնի vintage shop ու գտնի այդ իրը, դա լինի իր Լավագույն գնումներից մեկը։ լավագույն, այո, լավագույն գնումներից մեկը իր կյանքի։ Եթե սերը կոնյակ լիներ, քոնը ինչ համ կունենար, մեղրով կներ, կրքոտ կծու կներ, թե պետք չի հարցնել, ուղղակի պետքա խմել մի անգամից։ Նա սկզբից կլիներ մի քիչ կծու, որ նատ մի քիչ շոկ ապրես, հետո քիչ-քիչ իրան կսովորես ու մեղրի պես կգնա, բայց այդ կծությունը միջև վերջ կտակացնի ներքին աշխարհը։ Այո, լավն է, շատ լավն է։ Արի խոսեք լավ, քո մյուս նախագծերի մասին, որովհետև արտերկրում գործունեություն ես ծավալում։ Ու այս սեզոնը ամառը թեժ է լինելու, այո։ Ահա, մի քիչ պատմիր նոր ամիսների մասին, թե ինչ է սպասվում ու Bedouin նախագծի մասին խոսենք անպայման, որը ինձ շատ դուր է եկել։ Ես գիտեք շատ համերաշխ դրության մեջ եմ հիմա, ես մեկ-մեկ ինքս զարմանում եմ, ես ոնց եմ այդ բոլոր իվենտաներին դասավորում։ Անում ենք սիրում եմ ռետրո, անում ենք Դումիկյանի, Արկադի Դումիկյանի հետ կինոյի պես դուետ, անում ենք իվետական այն ոճը, որ ես միշտ ասեմ, ես պետք է рэպեր ծնվեի եւ անում ենք Bedouin-ի երգերը ու ասեմ ուղղակի ամեն մի ոճը ոչ թե խառնված եմ, այլ սիրով եմ անում։ 100% ես այդ պահին այդ իվենտան եմ։ Bedouin-ի հետ երգերը այստեղ շատ չեմ գովազդում, որովհետեւ այդ ոճը այստեղ չեն լսում այդքան, բայց բավականի մեծ հաջողություն ունեն դրսում։ Եվ այս ամառ մենք Իբիցայում եւ ոչ միայն արդեն շոու ծրագրով ենք ներկայանալու Bedouin-ի հետ։ Հրավիրում եմ քեզ Իբիցա համեցի։ Մեծ սիրով։ Բայց ինձ Burning Man-ը պիտի հրավիրես մի օրի վետա։ Ինչպես 2017 թվականին առաջին ինտերվյուն էր միասին մեր, այդ օրն ենք ծանոթացել ու 20 րոպե ես Իբիցային մենակ ասում էի պատմիր ինձ Burning Man-ից խնդրում եմ։ Ես երեք ընկերներս ուղարկեցի մեր Burning Man-ի նկարները, այնպես որ նոստալգիա էր ինձ մոտ, եւ մենք արդեն քիչ-քիչ պատրաստում ենք այս տարին, ամանավանդ որ քուրիկիս հարսանիքն է այնտեղ լինելու։ Wow, Burning Man-ը։ Այո։ Wow. Այնպես որ մենք հիմա արդեն բոլորս պատրաստում ենք։ Ֆանտաստիկ։ Հուսամ մի օր կհանդիպենք այո Burning Man-ում, իվետա։ Բայց հիմա շատ կարճ պատմեցիր, ամեն դեպքում խնդրում եմ որ մեզ պատմես ավելի մի քիչ մանրամասն 2025-ի քո պլանների մասին, ամեն դեպքում դեռ 8 ամիս ունենք արժևում։ Ասեմ, այս տարի մի քիչ ամեն ինչ այլ է, ինչի համար։ Պրոյեկտները բավականին շատ են, անելիքը շատ է, բայց մի շատ կարևոր բան է կատարվել, ես այլևս իմ հետևից ընկած չեմ։ Ես շատ հավասարակշռված եմ ու այնքան հետաքրքիր է, որ բնական ձևով ամեն ինչը իր ժամանակին ստացվում է։ Ու ինձ թվում է դա շատ կարևոր է, որպեսզի նոր տեղ տամ նաև նոր երգերի, նոր պրոյեկտների։ Առհասարակ աշխարհում բանա փոխվել, պես որ ես էլ եմ իր այդ աշխարհի հետ փոխվել դեպի ավելի ներդաշնակ պրոյեկտները ավելի ընտրված, ավելի հասուն, լիքը երգեր սպասվում են, փակագծերը չեմ ուզում բացեմ, բայց լավ տարի է լինելու։ Ակտիվ տարի է սպասվում։ Հրաշալի։ Եվ վերջում կուզեմ ամփոփենք նաև սիրում եմ երգի տեսահոլովակի մասին։ Պատմությունը եւս մեկ անգամ հիշելով բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս շատ ծավալուն նախագծի վրա, էլի ողջունելով բոլորին ստեղծագործական թիմից Սաշին, Արտյոմին։ Պես միշտ այո, Սաշա Մեհերյան, Արտյոմը Unity Production իրանք միշտ իմ կողքին են, դե գիտեք արդեն 10 տարի իմ թիմն է, առանց նրանց ես լիարժեք իվետա միգուցե Հայաստանում չլինեի, միշտ իմ կողքին են Beauty Fabric-ներ այնտեղ Ալբերտո ռեժիսոր, Ալբերտո ստիլիստը, այդան այնքան անուններ կա, որ ուղղակի շնորհակալ եմ։ Մենք այս պրոյեկտով ուղղակի ուզեցել ենք հավեսով լավ ժամանակ անցկացնենք եւ այդ ամենը տեսախցիկից այն կողմ հանդիսատեսը զգա։ Վստահաբար դա ստացվել է, դուք կարող եք դա տեսնել ու զգալ հանդիսատեսի հետադարձ արձագանքից։ Շնորհակալ եմ քեզ Իվետա, որ եկար ներս, բերեցիր քո ֆանտաստիկ էներգիան ու շքեղ էներգիան ու պատասխանեցիր իմ բոլոր հարցերին համբերատար, բայց այսքանով մենք քեզ դեռ բաց չենք թողնում, ունենք փոքր խաղ, որի մասին եւ դու եւ հեռուստադիտողը կիմանաք կարճ դադարից հետո։ Գնաց։ La la le, si la chiara la la le, la
դասերով, լեռներով, ձորերով, մոտդ եմ գալիս Անրամ պերեցիտը, դասերով, լեռներով, ձորերով, մոտդ եմ գալիս Տունարի հոգիս, դասերով, լեռներով, ձորերով, մոտդ եմ գալիս Հենց դու ես ուշկում իկս, դասերով, լեռներով, ձորերով, մոտդ եմ գալիս Եթերում ներսարի գիշերային շոուն է, իմ հյուրն է այսօր Իվետ Ամուկուչյանը, մենք խոսեցինք ամենատարբեր թեմաներից, վինտաժից մինչև սիրո ազատության մաքսիմալ հնարավորությունը և հիմա ժամանակն է խաղը խաղալու, որը ես խոստացել էի դադարից առաջ, Իվետա, մենք այսօր ոչ, հեչ վախենալու խաղ չենք առանձնացրել, ոչ, այսօր առանց բեխերի ենք խաղալու միասին և խաղի անունն է հին թե նոր Ես ասելու եմ տարբեր առարկաներ, երևույթների կամ երգերի անուններ ու դու պետք է ասես ինքդ դրանք կընտրեիր հին տարբերակով թե նոր։ Ոնց կուզեիր ունենալ առարկան։ Որ տարբերակը հինը թե նորը։ Եվ ցանկության դեպքում կարող ես մեկնաբանել թե ինչու հինը կամ ինչու նորը։ Պատրաստ ես։ Այո։ Գնացինք ձայնագրություններ Spotify թե վինիլ։ Վինիլ։ Հագուստ 70-ականների սիլուետ թե ժամանակակից։ Համ vintage, համ modern։ Համ երկուսն էլ։ Երկուսն էլ, այո։ Հասկացա, դե հագուստը համ մի քիչ դժվար է, չէ, կոնկրետ մի բանը։ Զույգի հետ նամակագրություն թղթով թե Instagram-ով։ Նամակագրություն թղթով։ Ես այսօր էլ երգերը գրում եմ միշտ թղթի վրա։ Վաու։ Բեմ մինիմալիստական թե գերբեռնված լուսային շոու։ Գերբեռնված, որովհետև ես կուլ եմ տալիս բեմը, այսպես ասած։ Միանշանակ ու մենք համաձայն ենք դրա հետ։ Ունենք այն ինչ ունենք, Իվետ։ Make-up, բնական թե գեր ժամանակակից լուծումներով։ Բնական, ես բեմից այն կողմ բացարձակ փորձում եմ no make-up եմ անում։ Okay։ Գիրք թղթային թե էլեկտրոնային։ Թղթային միանշանակ։ Թղթային միանշանակ, այո։ Սիրո խոստովանություն հրապարակավ թե անձնական։ Անձնական աչքերից մեջ նայելով խնդրում եմ։ Ծաղիկները ձեռքով։ Ծափարը ավելի բարձր։ Ամենա Իվետ Ամուկուչյանին շնորհակալություն Իվետա։ Քեզ շնորհակալ։ Դու քո պատասխաններից ելնելով կարող ենք ասել, որ վինտաժային շեղումներով ֆանտաստիկ ժամանակակից արտիստ ես։ Այս բլից հարցումից հետո կարող ենք այդպես ասել։ Իվետա դե մենք արդեն ավարտում ենք երեկոն, բայց կարծում եմ, որ այս երեկոն չարժե ավարտել առանց լսելու, վայելելու սիրուն։ Այո, ես կարծում եմ, որ դեռ չենք ավարտում ու դու կմասնակցես։ Ես կմասնակցեմ սիրով։ Ես կմասնակցեմ։ Canchume, canchume, canchume.
Եթերում ներսարի գիշերային շոուն է, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, մնացեք բարով։ Բարի գիշեր, կհանդիպենք շատ շուտով։ Էй, 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 էй։